Գյումրին տարիներ շարունակ մնում է Հայաստանի ամենափոշոտ քաղաքներից մեկը։ Հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոնի պարբերաբար թարմացվող տվյալներով քաղաքի օդում փոշու պարունակությունը հաճախ գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Օդի աղտոտվածության խնդրին զուգահեռ քաղաքի վրա շարունակում է բացասական ազդեցություն ունենալ նաև տարիներ շարունակ ծխացող չարիքը քաղաքային աղբավայր է։ Թեև խնդրի լուծման մասին խոսվում է վաղուց, վերջնական հանգուցալուծման ժամկետները հասնում են մինչև 2031 թվական և մինչ օրս հստակ չէ, թե ինչ լուծում կստանա այս բնապահպանական լուրջ մարտահրավերը։ Այս ամենի ֆոնին քաղաքի ամենախնդրահարույց հատվածներից մեկում բուլվարային թաղամասում էկոլոգիական խնդիրներին փորձում են հակազդել բնության միջոցով։ Ավելի կոնկրետ ստեղծվում է Դելտա էկոպարկը, որը փաստորեն կանաչ գոտի ստեղծելու ուղիով է գնում։ Դելտա էկո այգու կամ էկոպարկի հիմնական գաղափարախոսություններից մեկը բուլվարային թաղամասից մինչև Մուշ տանող թաղամաս ունենալ մոտավորապես 20 հեկտարից ավել այգի, որի ներկա պահին մենք 1.5 հեկտարը արդեն իսկ գործարկման պրոցեսում է, ունենք տեղադրված արդեն տնկված արդեն 1000-ից ավել մշտադալար սոճիներ։ Նախագծի շրջանակում Մուշի խճուղու հատվածում նախատեսվում է ձևավորել շուրջ 20 հեկտար կանաչ գոտի։ Ներկապային արդեն գործարկման փուլում է մոտ 1.5 հեկտար տարածք։ Այգին ունենալու է կաթիլային ոռոգման համակարգ, հեծանվաուղի, վազքուղի, ճեմուղիներ, ինչպես նաև բնակիչների հանգստի համար նախատեսված տարածքներ։ Այս ամեն ինչի նպատակը տվյալ տարածքում բնակիչների համար ստեղծել միջավայր, որոնք որ կարողանան իրենց հանգիստը վայելել ու պարտադրանք չլինի իրենց համար գալ հասնել կենտրոնական հրապարակ կամ կենտրոնական հատվածներ, որ ունենան իրենց սեփական այգին։ Նախաձեռնության հեղինակները համոզված են, նման նախագծերը կարող են ոչ միայն բարելավել քաղաքի միջավայրը, այլ նաև օգնել օդի աղտոտվածության դեմ պայքարում։ Էկոպարկով այն խնդիրը, որ ուզում ենք լուծել, դա տվյալ տարածաշրջանում ունեցած փոշու ու աղտոտվածության խնդիրն է, որի միջոցով, երբ որ մենք արդեն ծառատունքը կկատարենք, ավտոմատ նմանատիպ խնդիրներից զերծ կմնանք։ Մտահոգիչ են Գյումրու էկոլոգիական վիճակագրությունները։ Այդ պայմաններում Դելտա տելեկոմի կողմից իրականացվող այս նախաձեռնությունը դիտարկվում է որպես իրավիճակին հակազդելու և քաղաքային միջավայրը գոնե մասամբ բարելավելու քայլ։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանեսյան, այսօր։